երբ որ քաղաքական հետապնդման փաստ է լինում կամ իրավապահմանները գերազանցած են լինում լիազորությունները, ես հիշում եմ, որ որոշակի ազդեցություն ուներ պատգամավորի ինստիտուտը, այսինքն եթե X թվով պատգամավորները միջնորդում էին, միջամտում էին, հաստատ որոշակի կայունացնող դրական իմաստով դեր էր դա կատարում։ Ինչ կարծիքի, ինչի է այսպես արժեզրկվեց նաև պատգամավորական ինստիտուտը, որտեղ ես տեսնում եմ, որ ընդդիմադիր պատգամավորների մասով հատկապես, ընդհանրապես որևէ դեր չունի, միջնորդությունները եւ այլն։ Շատ ճիշտ նկատառում եք անում, որովհետև 5-րդ գումարման ազգային ժողովում ես ինքս էլ բազմաթիվ առիթներ են եղել, երբ անձնական երաշխավորություն են ներկայացրել եւ դա դատարանի համար հիմք է հանդիսացել խափանման միջոցը վերանայելու։ Պատգամավորի ներկայությունը դատական նիստի ընթացքում արդեն իսկ եղել է այսպես զսպող, այո, եւ զգաստացնող միջոց ողջ դատավարության ընթացքում։ Հիմա ճիշտ է, անձնական երաշխավորությունները պատգամավորների եւ հատկապես ընդդիմադիր պատգամավորների դատական իշխանության կողմից հաշվի չեն առնում, որովհետև այսօր դատարանները ծառայելով մեկ անձի կամքին նաև ունեն ազատություն, գործելու այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Այսինքն, երբ որ իրենց ուղղակի կամ անուղղակի ցուցումներ է տրվում որոշակի գործերով կայացնել որոշումներ, նաև ազատություն է տրվում իրենց կողմից միջոցների ընտրության հարցում։ Հետևաբար այս առումով արդեն իրենք կաշկանդող որևէ բան չեն ունենում։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես պատգամավորի ինստիտուտի այսպես արժեզրկմանը, ես օրինակ այսօր համեմատություն չեմ կարող անցկացնել այսօրվա եւ 5-րդ, ինչու եմ 5-րդը նշում, որտեղ ես այդ ժամանակ եմ եղել պատգամավոր, այսօրվա եւ 5-րդ գումարման պատգամավորների նկատմամբ վերաբերմունքի։ Բոլորովին այլ իրավիճակ է, նաև ինստիտուտի արժեզրկման առումով, որովհետև ես նաև այստեղ օբյեկտիվ պատճառներ եմ տեսնում, որովհետև երբ հասարակությունը տեսնում է, թե ազգային ժողովում ովքեր են նստած, ովքեր են հայտնվել ազգային ժողովում, ովքեր որ իրենց կենսագրության մեջ այսպես ամբողջությամբ սպիտակ էջ է եղել, մեկ էլ հանկարծ հայտնվել են պարլամենտում, դրանից նաև ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել։ Եվ այսօրվա իշխանության փոփոխությունից դրանց հեռացնելուց հետո առաջին կարևոր խնդիրը պետք է լինի պետական ինստիտուտների այս կազմալուծված իրավիճակի վերացումը, որովհետև այս գործողությունները, որ անում են այսօրվա իշխանությունները, գիտեք, այսպես մեկ անգամյա հետևանք առաջացնող գործողություններ չեն, սրանք տևական հետևանք ունեցող գործողություններ են եւ շատ բարդ է լինելու վերականգնել այս բոլոր ինստիտուտների եւ հեղինակությունը եւ ընդհանուր ուրեմն այս վերականգնել այդ ինստիտուտները, որովհետև այն վնասը, որ իրենք հասցրել են այս բոլոր պետական ինստիտուտներին, երևի թե այս պահին նույնիսկ չենք էլ տեսնում ու չենք էլ գիտակցում։